Սիրելի աղատավոր քույրեր եւ եղբայրներ, մենք այսօր միասնաբար հիշատակում ենք մեր հավատքի հոր Գրիգոր Լուսավորչի մուտը ի վիրապ եւ իր սոսկալի չարչարանքները, որը նա կրեց իր հավատի վկայության համար։ Եվ այդ վկայությունը դրոշմվեց մեր ինքնության մեջ, մեր հայ ազգի նվիրական պատմության մեջ։ Մենք հռչակեցինք քրիստոնեությունը մեր երկրում եւ մեր հոգևոր հիշողության մեջ պահպանեցինք այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Սուրբ Գրիգորի հետ։ Եվ բնականաբար դա սոսկ պատմություն չէ, միայն հիշողություն չէ, միայն ինչ-որ մի բան չէ, որ մենք կարդում ենք գրքերից, այլ այն չափազանց մեծ խորհուրդ է, սիրելիներս։ Խորը եւ մեծ խորհուրդ է, որը անհրաժեշտ է մեզ լավ գիտակցել մեր հոգևոր ճամփորդությունը իրագործելու համար եւ հատկապես այժմ մեծ եւ պահոց ընթացքում գիտակցելու համար, թե ինչպիսին է մեր հավատքը, ինչ է այն քրիստոնեական ուղին, որը մենք ընտրել ենք որպես մեր կյանքի ճանապարհ, սիրելիներս։ Եվ մեր կյանքի ճանապարհը, որը Հիսուս Քրիստոս մեզ պարգևել է իր խաչի միջոցով, դյուրին ճանապարհ չէ։ Ճանապարհը, որտեղ որ առկա են դժվարություններ, որտեղ որ թե ներքին աշխարհում մարդու թե արտաքին կարող է լինել հալածանք, դժվարություն, ցավ, եւ դա ճիշտ գիտակցելու եւ մաստավորելու համար մեզ պետք է ավելի մեծ գիտելիք մեր հավատքի վերաբերյալ։ Որտեւ Աստծո ծրագիրը այն է, որ մարդը կարողանա այս կյանքի ընթացքում փոխակերպվել։ Աստծո ծրագիրը այն է, որ մարդը կարողանա ժառանգորդ, մասնակից եւ հաղորդակից դառնա Աստծո արքայության։ Բայց թե ինչպես է այդ ծրագիրը կյանքի կոչվում, թե հանրային իմաստով, թե անհատական իմաստով, այդքան էլ հեշտ չէ ընկալել։ Սուրբ Գրիգորի օրինակը չափազանց վառ է մեզ այն իմաստով, որ Տիրոջ ծրագիրը կարող է լինել անըմբռնելի մեզ համար։ Որովհետև կարող է հարց առաջանալ, թե ինչ կարիք կար, որպեսզի Սուրբ Գրիգորը այդքան մեծ գին վճարեր իր հավատքի համար։ Ինչ կարիք կար 13 տարիներ այդ փոսի մեջ մնալու, կարիճների հետ, օձերի հետ, խավարի, անհուսության, դժվարության մեջ, ինչու նա պիտի տանջվեր, ինչու Աստված չէր կարող ավելի հեշտ ճանապարհ տալ, որպեսզի Սուրբ Գրիգորը դառնա լուսավորիչը։ Ընդամենը մեկ հրաշք։ Ընդամենը մեկ հրաշք, երբ որ նա կմատնվեր տանջանքների, երբ որ արքան հրամայել էր, որպեսզի իրեն ենթարկեն տանջանքների, կտանքների եւ գցեն այդ մահափոսը, ընդամենը մեկ հրաշք եւ ամբողջը կարող էր փոխվել եւ արքան դարձի կգար եւ շատ շատերը կփոխեին իրենց կարծիքը եւ վերաբերմունքը քրիստոնեության հանդեպ։ Բայց այդ հրաշքը տեղի չունեցավ։ Այլ ունեցավ հակառակը։ Ունեցավ հուսահատության պահեր, լռության, տանջանքի եւ աննկարագրելի ցավի 13 տարիներ Սուրբ Գրիգորի կյանքում։ Եվ նա մտավ այդ խորը փոսը, որը կարծես թե խորհրդանիշն էր մեր հոգևոր կյանքի, սիրելիներս։ Հեթանոսության խավարի, այն մեղքերի եւ կրքերի, որոնք օձերի եւ կարիճների միջոցով մուտք են գործում մեր կյանքից ներս։ Եվ կարողացավ հավատքի ուժով դուրս գալ այդ վիրապից, դառնալու լուսավորիչ, գտնել այն ներքին լույսը, որը ավելի հզոր կլներ, քան վիրապի խավարը։ Իր մեջ գտնել այդ լույսը Աստծո հետ հաղորդակցության միջոցով, կենդանի շփման միջոցով, Աստծուն իր մեջ կրելու միջոցով։ Եվ նա դուրս եկավ այդ գբից արդեն իսկ լուսավորված, եւ ինչպես Մովսեսը, որ Սինալարից իջնելով իր դեմքից ճառագայթում էր լույսը, այդպես է Սուրբ Գրիգորը դուրս գալով վիրապից իրենից ճառագայթում էր այդ հոգևոր լույսը, որով լուսավորվեց մեր
համայն հայոց աշխարհը եւ որի հավատքի սերմերը ընկան հայոց հողի մեջ եւ որի պտուղները այսօր մենք կարողանում ենք ճաշակել եւ իրենց շնորհիվ կյանք ունենալ, գոյատևել։ Եվ տեսեք, թե ինչքան հետաքրքիր է Աստծո ծրագիրը։ Ինչքան հանգամանքներ կային, որ կարող էին խոչընդոտ հանդիսանալ այդ ծրագրին։ Սուրբ Գրիգորը 13 տարիներ ապրեց այդ գբի մեջ եւ մի այրեկին ամեն օր գալիս էր եւ իրեն մի նկանակ հաց էր ուղարկում այդ օթանցքի միջոցով, որի շնորհիվ նա պահպանվեց։ Հիմա հարց կարող է առաջանալ, եթե այդ կինը չկամենար մասնակցել Աստծո ծրագրի մեջ, եթե իր հավատքը այնքան մեծ չլներ, եթե նա կամեցողություն չհայտներ, արդյոք կմնար Սուրբ Գրիգորը այդ գբի մեջ, արդյոք կարողանար հայոց ազգը դարձի գալ, թե ոչ։ Պարզ արարք մի կին, ով որ ընդամենը իր կարողության չափով մի նկանակ է թխում եւ օգնում է ծմահ բանտարկյալին։ Իր փոքրիկ լումայի շնորհիվ, իր ներդրումի շնորհիվ մի ամբողջ ազգ դարձավ քրիստոնյա։ Իհարկե միայն իր համար չէ, բայց իր փոքրիկ մասնակցությունը արդեն իսկ ամբողջական դարձրեց Աստծո ծրագիրը։ Լիբսիմյանց կույսերը, որոնք Հռոմից փախնելով եկան, հասան Երուսաղեմով Հայաստան եւ այն ժամանակ հայտնվեցին Արքունիքում, երբ որ պիտի արդեն կատարվեր արքայի դարձը։ Իրենք էլ կարող է այդ ծրագրին իրենց մասնակցությունը լիարժեք չբերեն եւ դրա արդյունքը չլիներ դրդատի դարձ։ Եվ այդպիսի բազմաթիվ հանգամանքներ, որոնք խճապատկեր են կազմում եւ այդ հանգամանքների ամբողջությունն է, որ տվեց հայոց դարձի հնարավորությունը։ Եվ այնտեղ շատ մանրամասնություններ կան, որոնք կարող եք ընթերցել Ագաթանգեղոս պատմիչի մոտ եւ որոնք կազմում են Աստծո ծրագրի այդ մեծ իրականությունը։ Եվ այո, Աստված գործում է մարդկանց միջոցով, հանգամանքների միջոցով, Աստված ուղղակիորեն չի խառնվում մարդկային պատմության մեջ, այլ իր զավակների, իր հավատարիմ մարդկանց միջոցով է իրականացնում այն, ինչ որ նա կամենում է։ Եվ հաճախ դա դժվարին ուղի է։ Այո, Գրիգորը ուներ հավատի զորություն, այո, նա կարող էր դառնալ քարոզիչ, կարող էր դառնալ լավ քրիստոնյա, բայց Աստված տվեց իրան խաչի ճանապարհ։ Աստված տվեց դժվարության ճանապարհ եւ միայն այդ ներքին բեկումը, փոխակերպումը, այդ Քրիստոսի հետ գերեզման իջնել եւ Քրիստոսի հետ հարություն առնելու շնորհիվ նա կարողացավ մեծ գործ իրականացնել, մեծ առաքելություն իրականացնել մեր եկեղեցին կրում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը, Սյունիքում բազմաթիվ եկեղեցիներ են կրում Սուրբ Գրիգորի անունը, երևի այդպիսի մարդ չգտնենք, որտեղ այդքան շատ է Գրիգոր Լուսավորչի սերմանած հետքը, հետանոթության հանդեպ հաղթանակը։ Եվ դարերի խորքից Սուրբ Գրիգորը մեզ պատգամ ունի, սիրելիներս։ Պատգամ ունի գտնելու այն լույսը, որը անհրաժեշտ է մեզ մեր կյանքը փոխակերպելու համար։ Պատգամ ունի չվախենալու չարչարանքներից, գբից, ամեն տեսակի դժվարություններից եւ խոչընդոտներից, որտեղ Աստված կյանքի է կոչելու իր ծրագիրը, ինչպես Պողոս առաքյալն է ասում, որ ամեն ինչ բարիքի համար է ծառայում նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն եւ կանչված են նրա ծրագրի համաձայն։ Եվ Սուրբ Գրիգորին ամեն ինչ բարիքի համար ծառայեց, գերագույն բարիքի համար ծառայեց, որտեղ նա սիրում էր Աստծուն եւ կանչված էր իր ծրագրի համաձայն։ Եվ մենք շարունակողն ենք իր հավատքի, մենք սիրելիներս լուսավորչի զավակներն ենք, եթե ոչ ըստ մարմնի, ապա ըստ հոգու։ Մենք շարունակում ենք իր հավատքի ուղին եւ հասնելու համար այն մեծ նպատակին մեզ անհրաժեշտ է հավատքի սխրանք։ Մեզ անհրաժեշտ է մուտք գործել այդ գբի մեջ, մեր կյանքի այդ հուսահատության փոսի մեջ, որտեղ որ արկա են մեր մեղքերը, կրքերը եւ դա հաղթանակել։ Այդ խավարը լցնել աստվածային կենթանի լույսով, որը հաղթում է ամեն տեսակի խավար։ Մենք կարիք ունենք դուրս գալու այն մեծ փոսից,
որը տարիներ շարունակ փորել են մեզ համար եւ նույնիսկ փորել են խորհրդային տարիների ժամանակ մեր ազգակիցները եւ հայրենակիցները։ Մենք այսօր որպես ազգ, որպես ժողովուրդ դերևս դուրս չենք եկել այն խորը վիրապից, որի ճանապարհը Սուրբ Գրիգորը իր հավատքի միջոցով մեզ ցույց է տվել։ Սուրբ Գրիգորը մուտք է գործել, նվիրագործել այդ ճանապարհը եւ դուրս է եկել, սակայն մենք դեռևս դուրս չենք եկել այդ գբից։ Մենք դեռևս որպես քրիստոնյա ժողովուրդ այդ փոսի մեջ ենք։ Եվ այդ փոսը ել ավելիով ենք խորացնում։ Ոչ թե ճանապարհ ենք փնտրում այդ փոսից դուրս գալու, ոչ թե աստիճան ենք ստեղծում, այլ ավելի ենք խորացնում այդ փոսը մտածելով, որ դրա մեջ է մեր կյանքի իմաստը։ Արդեն այդ փոսի մեջ եղած կարիճները եւ օծերը մեզ ընկերակից են դարձել։ Մենք որպես ազգ կանչված ենք լինելու լուսավորչի զավակներ, բայց մենք չենք ապրում լուսավորչի հավատքը։ Եվ մեր գիտակցության մեջ դա պիտի հստակ դրոշմվի։ Եվ այդ ճանապարհը մեր հավատքն է։ Այդ ճանապարհը մեր հավատքի նվիրագործումն է, մեր հավատքի սխրանքն է, մեր պատրաստակամությունն է մինչև վերջ գնալու մեր կոչման հետևից, նվիրագործելու մեր բոլոր ջանքերը, որպեսզի դառնանք լույսի կրող։ Լինել լուսավորչի զավակ նշանակում է աստվածային ճշմարտության լույսը կրել քո սրտում, լուսավորել քո դիմացին, քո ընտանիքին, քո մերձավորին, քո ընկերոջը, այդ լույսը բոցավառել ուրիշների սրտերում, օրինակ ծառայել քրիստոնեական հավատքի, որտեղ միակ իրական ապացույցն նրա, որ Սուրբ Գրիգոր լուսավորիչը փոխել է մեր ազգային կյանքի ուղեգիծը, դա մենք ենք այսօր, սիրելիներս։ Դա մեր ներկայությունը, մեր հավատքն է, մեր ապրած քրիստոնեական ուղին է։ Այլ կերպ մենք աշխարհին չենք կարող վկայել։ Թե պատմական առումով կարիք չկա նորից վերաքննելու այն ինչ որ տեղի ունեցել։ Մենք պիտի վկայենք մեր կյանքով, մեր օրինակով, մեր լույսով, մեր լուսավորչի հավատքը եւ սխրանքը շարունակելու եւ կրկնելու հնարավորությամբ։ Եվ թող Սուրբ Գրիգորը մեզ աղոթակից եւ ճանապարհորդակից լինի այդ ճանապարհի մեջ, որպեսզի մենք չմնանք այդ գբի մեջ, որպեսզի մեր ազգը վերջապես դուրս գա այդ խորը վիրապից եւ տեսնի աստվածային լույսը, վերստին դառնա քրիստոնյա, վերստին Տիրոջ սերը եւ ճշմարտությունը լուսավորի մեր կյանքի ուղին եւ մենք ժառանգենք այն մեծ արքայությունը, որը Տերը պատրաստել է մեզ համար եւ մասնակից դառնանք այն մեծ ծրագրի, որը Տերը յուրաքանչյուրիս կանչել է եւ որը մենք պիտի բացահայտենք մեր կյանքի ընթացքում։ Թող Սուրբ Գրիգորը բարեխոս լինի բոլորիդ համար, սիրելիներս, սեր ուխտը թող ընդունելի դառնա, թող Սուրբ Գրիգորի աղոթքով դուք կարողանաք զորացնել ձեր հավատքը եւ սրտերը եւ շարունակել ձեր կյանքի ճանապարհորդությունը ավելի զորացրած, ավելի գիտակցված եւ ավելի նպատակասլաց։ Աստծո սերը, շնորհը եւ առատ ողորմություն թող առաջնորդի բոլորիդ այսօր եւ հավիտյանս հավիտենից ամեն։